Ես մի քիչ պատմեմ բոլորին դեմը սկսելու ժամանակ, երբ որ մենք իմացանք նժարի սահմանադրական շարժման մասին, մեր տենց այսպես ասած մտքերից մեկն էր, որ մտածում էինք շատ լավ կլինի, որ նժարենց հետ ինչ-որ միասին ճանապարհ անցնենք, որովհետև այն հիմնական գաղափարները, այն հիմնական նպատակները նույնն էին, ինչ բոլորին դեմը կարողացել էր կապիտալիզացնել ու բոլորին դեմը կարողացել էր կազմակերպել, որովհետև ազնիվ խոսք մենք այս քաղաքական դաշտում այս նեղ կուսակցական իրար կզվրտոցից ազնիվ խոսք այ միջև ստեղներս հոգնել էինք ու նժարը երևի թե ամբողջ քաղաքական դաշտում միակ ուժն էր, ով որ խոսում էր, որ պետքա համակարգային փոփոխություն լինի, չէր խոսում նրանից, թե որ մեկի ականջը ինչքան երկար է կամ ում գլխի հետևը ինչ կա, այլ խոսում էր, որ այս պետությունում պետքա վերջապես համակարգային փոփոխություն լինի ու երբ որ մենք կարողացանք գանք համագործակցության ու գանք նույն հայտարարի, դա շատ կարևոր օր էր բոլորին դեմի համար, կարծում եմ նժարի համար էլ, որովհետև մենք կարողացանք այդ մեր տարբեր մտքերը, տարբեր գաղափարները կենտրոնացնենք համակարգը փոխելու մասին, այստեղ մի առիթից օգտվելով, քանի որ երեք իշխող կուսակցությունը տենց կարացավ մի քանի ժամում ընտրական օրենսգիրքը փոխի, դրա հետ կապված մի հատ միտք էլ ասեմ, ուրեմն 2021 թվականի ընտրությունների արդյունքում մենակ Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի ուժը կարողացավ հատի ընտրական շեմը ու անցնի ազգային ժողով։ Եթե ցանկացած իշխանություն, եթե ինքը չի շարժվում ներկուսակցական գզվրտոցների մակարդակում, այլ շարժվում է պետականությանը զարգացման, ժողովրդավարության զարգացման տրամաբանության մեջ, դա հստակ ազդակ կլիներ, որ իրանք այդ ընտրական օրենսգիրքը փոխեն, հասկանային, որ սա Հայաստանի Հանրապետության համար լավ ընտրական օրենսգիր չի, եթե մենակ Նիկոլ Փաշինյանը ու Ռոբերտ Քոչարյանը կարում հատի այդ շեմը, բայց իրանք մնացին ներկուսակցական փոքր մտածելակերպի մեջ ու ասին հա դե ուրեմն մնացած այդքան չկան, որ չեն կարողանում հատեն։ Այդ դրա հետ կապված երևի մնացած նժարի հետ կապված հաջորդ քայլերի մասին Ես մի բան էլ ավելացնեմ, քանի խոսում ենք այս process-ի մասին, այս երկու օրը տենց ինչ որ շրջանառության մեջ են դրել, հարց ու պատասխան են իրար տալիս ու հայտարարում են, որ մի կողմից ինչ որ անձնանունների հետ կապված գրանցում չեն անելու դրա համար փոփոխություն են անում, մյուս կողմից էլ սկսել են տեղյակ պահել հավանաբար մեզ արդեն բոլորիս, որ բոլորին դեմը կարող են նաև չգրանցել եւ դա անում են պարլամենտում քննարկում են։ Ես առաջարկում եմ Ժորժ ջան, ով ձեր սրտով չի միանգամից գլխանց ցուցակը հրապարակեք, ասեք, որ մենք ձեզ չենք գրանցելու, մենք էլ մեր գլխի անելիքը իմանանք, գլխի գալիքը իմանանք, բայց մենք իհարկե սրա հետ տենց հեշտ չենք հանձնվելու, չենք համակերպվելու, որովհետեւ եթե իշխող կուսակցությանը մնա, Նիկոլ Փաշինյանին մնա, ես ենթադրում եմ, որ կգրանցեն Նիկոլ Փաշինյանին, հարակից մնացած են կուսակցություններին միայն, ովքեր որ պատրաստ են իրենց ձայնը փոխանցել Նիկոլ Փաշինյանին, մնացածս մնալու են խաղի դուրս, մեկ էլ մի կուսակցություն կթողեն, կոռեկտություններ չասեմ ում անունը կհնչեցնե հիմա, մի հատ էլ կփոխեմ այդ բոբոյի դերում պահելու համար, որ անդադ ասեն, այ եթե մենք չէ, ուրեմն իրանք։ Չէ, այդպես չի, իրականության մեջ մենք կարող ենք կոտրել այս մատրիցան եւ նպատակը հենց այդ խաղի կանոնները, որոնք որ թույլ չեն տալի որևէ մեկ այլ ուժի, առողջ ուժի գալ իշխանության, մենք գալիս ենք հենց այդ մատրիցան կոտրելու, այնպես որ խնդրեմ նորից հերթական անգամ բոլորին չհուսահատվել, անպայման գնալ մասնակցել ընտրություններին, մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի նման խայտառակություն չլինի, թեև ոնց հասկանում եմ միջազգային գործընկերները պատրաստ են լինելու արդարացնել ամեն ինչ Նիկոլ Փաշինյանի կողմից արած, բայց մենք նաև ժողովուրդ ունենք, հասարակություն ունենք եւ փողոցային պայքարի հնարավորություն ունենք, այսինքն բազմաթիվ գործիքակազմեր ունենք ու մենք տենց հեշտ չենք հանձնվելու։